Սպառնացել է նորից հաշտության ձեռք մեկնել, թե խաղաղություն խոստացել Ադրբեջանի նախագահը այսօր այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների համայնքի հերթական հավաքին ուղարկած ուղերձով։ Պետք է բաժանենք 3 մասի։ Միջազգային հանրությանը, ներքին լսարանին ու հայաստանցիներին ուղղված ուղերձներով Ադրբեջանի նախագահը ուզում է համոզել, թե այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչները բռնի տեղահանվել են։ Հայաստանն իբր ոչնչացրել է իր տարածքում նրանցից հետո մնացած շուշակոթողները ու հիմա նրանք պետք է վերադառնան Հայաստան, վերականգնելով նաև մշակութային ժառանգությունը, վերջնական դարձնելով խաղաղությունը։ Եվս մեկ անգամ ստեղծեց զոհի կարգավիճակը ադրբեջանցիների, որը որպես հիմք հետագայում վերադարձի իրավունքը բարոյական տեսանկյունից ունենալու համար։ Միևնույն ժամանակ ադրբեջանցիներին հանգստացնում է Ալիևը, թե պատերազմով չեն վերադառնալու են խաղաղ։ Այստեղ Ալիևը խոսում է հայ հասարակության հետ եւ ասում է, որ տեսեք, մենք այլևս նախկին Ադրբեջանը չենք, այստեղ չկա պատերազմի կիրառման անհրաժեշտություն։ Նախորդ անգամ էլ ինքը ելույթում Գիտությունների ազգային ակադեմիայի նշեց, որ մենք վերադառնալու ենք ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով։ Նույն ուղերձը նաև հայաստանցիներին է ուղարկում Ալիևը, այնքան վստահ խոսելով իրենց վերադարձի մասին, որ թվում է Երևան-Բաքու համաձայնություն կա։ Հայկական եւ ադրբեջանական կողմերի հայտարարությունները արմատապես տարբերվում են, որովհետեւ հայկական կողմը թե արտաքին եւ թե ներքին լսարանի համար բարբերաբար կրկնում է, որ խաղաղությունը հաստատված է, մենք չունենք վերադարձի իրավունքի հետ կապված որևէ խնդիր, չի քննարկվում անգամ ադրբեջանցիների Հայաստանի Հանրապետության տարածք վերադարձը, բայց փաստորեն նկատում ենք հակառակ պատկերը ադրբեջանական կողմը, որովհետեւ այս ելույթը սրանից առաջ ելույթներն էլ թե Ալիևի, թե падգամավորների ադրբեջանական նույն բանի մասին են, որ մենք վերադառնալու ենք, մենք իրավական հիմքեր ունենք վերադառնալու։ Այսօր էլ խորհրդարանական ճեպազդույցների ժամանակ քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղարն է պնդել, որ հայ-ադրբեջանական բանակցային օրակարգում փախստականների վերադարձի հարցը չկա։ Ինչ վերաբերում է առհասարակ փախստականների վերադարձի թեմային, մենք Ադրբեջանի գործընկերների հետ ակտիվ քննարկումների մեջ ենք ամենատարբեր հարցերի վերաբերյալ, այս պահին օրակարգում նման հարց մեզ մոտ չի քննարկվում, մենք առաջ ենք շարժվում այն փաստաթղթերից ելնելով, որոնք որ ստորագրվել են օգոստոսի 8-ին։ Ադրբեջանի նախագահը նույնպես հղում է արել Վաշինգտոնյան համաձայնագրին, բայց Հայաստանին իբրև թե վանդալիզմի ու մշակութային ցեղասպանության համար միջազգային պատասխանատվության ենթարկելու սպառնալիքներից հետո։ Ոտքի վրա այդ հայտարարությանը որևէ կերպ չեմ անդրադառնա, քանի դեռ ինքս այդ հայտարարության բովանդակությանը չեմ ծանոթացել։ Այդ մշակութային վանդալիզմով ցեղասպանություն այդ տերմինոլոգիան օգտագործել իհարկե մեզ համար որպես պետություն միջազգային հարաբերությունների տեսանկյունից խնդիրներ է առաջացնում։ Մեծ հաշվով սպառնում է Ալիևը։ Ադրբեջանագետի գնահատմամբ, եթե ադրբեջանցիների վերադարձը չիրականանա, Հայաստանի դեմ կարող են միջազգային հայցեր ներկայացվել վանդալիզմի, բռնի տեղահանության մեղադրանքներով։ Սպառնալիքը մի քիչ ավելի գլոբալ է, քան պարզապես X քանակի ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձը Հայաստանի Հանրապետության տարածք։ Բաքվում այսօրվա գագաթնաժողովի խորագիրն ըստ էության ամբողջությամբ արտահայտում է Ալիևի ուղերձի բովանդակությունը, մշակութային ժառանգություն եւ վերադարձի իրավունք, Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնումը որպես արդարության, հաշտեցման եւ խաղաղության ուղի։ Լիլիթ Սարգսյան, Միլենա Պողոսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։